Gardenia Lipanis Farm ընկերությունը, հայկական ընկերությունի միջայլոց գրանցված Հայաստանի Հանրապետությունում, այրում համայնքի Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում սեփականության իրավունքով ձեռք է բերել մոտ 100 հեկտար հողատարածք, որից 60 հեկտարը այս պայդրությամբ արդեն տնկիներ տնկված է եւ ունենք նաեւ տեղադրված կաթիլային ռոռոկման համակարգ։ Այրում համայնքի համայնքապետ պարոն Պարանյանի հետ ունեցել ենք համաձայնություն, որ մեզ չպատկանող համայնքային ենթակայության տակ գտնվող, բայց դեռևս չափագրված եւ վկայականներ չունեցող հողատարածքի համար կկատարենք համապատասխան չափագրման եւ վկայականներ ձեռք բերելու աշխատանքներ, քանի որ համայնքը չունի բյուջեում ըստ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ չունի բյուջե եւ չի կարող այդ աշխատանքները կատարել եւ հետագայում ավականու համապատասխան որոշմամբ հողատարածքը կտրամադրվի ընկերությանը ծրագիրը ներդրումային ծրագիրը ընդլայնելու նպատակով այսինքն մեր նախնական նպատակներ եւ դա նաեւ համայնքի առաջարկություններ որ հաշվի առնելով տվյալ հողերի ցածր կարգը եւ վերջի գոնե 30-35 տարիների ընթացքում այդ հողերի չօգտագործելու փաստը համայնքը առաջարկել էր եւ մենք չէինք հրաժարվել այդ հողերից, բայց եթե հիմա խնդիր է առաջացել եւ համայնքի բնակիչները հետաքրքրված են ձեռք բերել այդ հողերը եւ հետաքրքրված են այգիներ հիմնել եւ աշխատատեղեր ստեղծել, բնականաբար վստահ եմ, որ ներդրողը կփակի ծրագիրը այդքանով ինչքանով որ կա, վնաս չհասցնելու համար տեղի բնակիչներին։ Ուրեմն ասեմ, մենք միջև ավականու նիստի դնել կոնկրետ այդ հարցը քննարկվել, ավականին մեծ մասը սկզբում ասում են օտարվի, միանգամից փող բյուջե կմտնի ու ասենք բազում աշխատանքներ կատարվի համայնքում, դրանից հետո ասեն դե լավ, իմաստ չունի վաճառել, ոնց որ ավելա մեր հողն ու վարձակալությամբ տրվի։ Այդ խոսակցությունը եղել, հա, դրա համար ասենք մենք առաջարկել ենք իրաց որ հա, կգաք չենք օտարի, բայց վարձակալությամբ կտրվի։ Հետո ինչ-ինչ պատճառներով դարձավ այն ինչ որ արդեն կամ արդեն ոնց որ իմացան հանրալսումներ արվեց Բագրատաշենում կոնկրետ դաժե արտագնանիստ ենք կատարել Բագրատաշեն գյուղում մարդիկ եկան լրիվ դեմ կանգնեցին որ մեր հողերը չենք ուզում ոչ մեկին տանք առաջարկվեց որ ներդրումները կատարվելու գյուղի համար ներդրողը ինչ որ ծրագրեր կիրականացնի մարդիկ դեմ կանգնեցին որ հողերը ասենք վարձակալությամբ տրվի ասենք լիբանանցիներին որ այգիներ հիմնելու համար Այսօր մենք պատրաստ ենք իրանց կրած ինչ որ ծախսեն ուղղակի շատ են ասում իրանք է ծախսում, բայց խնդիր չկա, եթե իրանք բերեն ներկայացնեն պայմանագրով չափագրama համայնք կամ գումարած ասեն, մենք պատրաստ ենք այդ գումարը իրանց տրամադրելու, չի որ մենք խուսափում ենք գումարից։ Միտումը կա ժողովրդի իրոք հողին կպնում է։ Ես ասենք ուրախ կլինեմ, որ այդ հողերը մշակի Բագրատաշենցին ու եկամուտները մնա Բագրատաշենում։ Ես չեմ ցանկանում ասենք ներդրողի շարինը կպալի, իրոք մարդիկ ներդրում են կատարել, գնումներ են կատարել կամ ծախսը որ անում են նպատակը իրանք մտածել են որ ռոռոկման համակարգը կաթիլային ամբողջ տարածքը որ իրանք ուզում են ձեռբեն կկառուցեն եւ այնտեղ հիմնված յուրաքանչյուր ծառատեսակ իր արդյունքը կտա։ Երբ չափագրման աշխատանքները պետք է սկսվեր, ես անձամբ գնացել ենք նոյեմբերյան, հանդիպել ենք ու առաջարկել ենք մենք որ մենք չափագրումը կատարենք հեկտարի համար դաժե ինչքան 13000 դրամ փող են ասվել որ այդքան գումարով դա կապ չունի չափագրման աշխատանքները մենք ենք կատարում դա մեր սուբ պարտականությունը չափագրել վկայականներ անել իրանք մեզ ասեցին չէ մենք չափագրող ունենք մենք արդեն պայմանավորել ենք իրանք չափագրումները կատարեն Այսօր փառքասում եք բյուջեով ի վիճակի ենք թե չափագրում կատարելու թե վկայականի ծախսերան խնդիրի չկա իրանք են այդ առաջարկությունները որ մենք ունենք չափագրող կատարենք Ով է կողմ որ այլում համանքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակություն համալսար առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու միջնորդություն ներկայացվի կառավարություն առանց մրցույթի Բագրատաշենցի չէ Կա, ստեղ առանց իմ ներբան հավելվածի մեջ գրած է չափերը, հորիներ։ Չէ, իրանց հետ ընդհանրապես խնդիր չկա։ Խնդիրները ավելի շատ իրանք են այդպես բացասական ներկայացնում որ խնդիրներ կա, իրանց հետ ընդհանրապես խնդիր չկա։ Խնդիրը նրան նման որ համայնքում ժողովուրդ կա որ հող են ուզում։ Մենք էլ
Համայնքի կողմից ընտրված ավականի ենք, նշ չի, որ այսօր սա հարվածը մեր վրա գալի, բայց մենք մեր ժողովրդի խոսքն ենք բարձրացնում, որ մարդիկ հող են ուզում։ Ընդհանուր է դա խնդիրը, չեն նենց անձնական իրանց հետ вообще խնդիր չկա։ Որ ջուր չկար այդտեղ, բնականաբար այդ հողերի այդպես մարդիկ չեն էլ ձգտում, որ այդ հողերը անցալներ։ Իսկ հիմա երբ որ արդեն ջուր կա, մարդիկ այդ հողերը ուզում են։ Մենք էլ ուզում ենք, որ հողը տանք, հողի վրա ապրող մարդկանց։ Բագրատաշենի ժողովրդից ով կա, ով հող է ուզում, իրոքից որ հող է ուզում, ոչ թե ինչ որ էմոցիայից ելնելով է հող ուզում։ Ով որ հող է ուզում, իրան ապահովեն, եթե թեկուզ այդ 64 հեկտարից տակ էլի կմնա հող, ներդրողը մենք ուրախ ենք այդ ներդրողին տենանք մեր մոտ։ Բայց մեր ժողովրդին ապահովեն, մնացածը Թողելի ներդրողը գա մեր այդ հավասար մշակի է դաշտերում։ Ներդրողը իր համար այգի ատան գմտի, ասենք դա ներդրում չի, ասենք որ զավոդ չի ստեղծում, ասենք ժողովուրդ գնալու աշխատի։ Всё, давай. Վինուզինի հողը ծախեցինք, մենք հողը չծախեցինք, մենք հողը պադարկա տվեցինք, նվեր ենք տվել։ Այդ հողը ամենագերազանց հողերից մեկն ա եղել Սովետական միության ժամանակ, ամենաբերքատու հողն ա եղել, ջուր չլինելու պատճառով այդ հողերը չորացան ծառերը։ Բագրատաշենի որևիցե մի գյուղացի կյանքում հող չէր ծախի, եթե դեռ ջուրեղն էր։ Խափեցին հողերը ծախեցին, կայնեցին հողը էլի։ Գյուղացին ով այստեղ։ Մեր հողն ենք ուզում, հող ենք ուզում, ես ինքս հող չունեմ, սեփական։ Հա, իմացանք, որ այնտեղ ջուր կա, փաստորեն ջուրը կարա գա, ու այդ հողերը տալիս են արդեն ուրիշին։ Չի լինելու։ Թող բան չանեն, չփորձեն, մենք մեր հողերը մշակելու ենք հաստատ։ Բայց ջուրը տան։ Ջուրը հետո ջուրը չտան ու ասեն ձեզ ենք տալի, բայց ջուրը չտան ու չմշակվի ու մեր ձեռից վեր գալենք, չէ, թող ջուրը նորմալ հասցնեն տեղին, կտենակ, որ այդտեղ սաղ ակուրատնի մշակվելու է։